Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1435-րդ օրն է։ Այսօր Հայաստանում տոնում են զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը նաև, եւ որտեղ էլ որ լինեն հայաստանցիները, այսօրը նրանց համար չափազանց կարևոր է, հատկապես տղամարդկանց համար, ովքեր ծառայել են բանակում, փառք հայ զինվորին, մեր հայրենիքի պաշտպանին, այդպես եղել է եւ կա եւ կլինի միշտ։ Առավոտյան իմացա, որ այսօր թիվ 147 դպրոցում բացվել է հերոս Ռոբերտ Աբաջյանի հուշարձանը, ինձ համար այսօրը ասոցացվում է հենց այսպիսի տղաների հետ, ինչպիսին Ռոբերտն է, հավերժ փառք հերոսին, երախտագիտություն եւ սփոփանք նրա ծնողներին։ Հայ ազգը կարողանում է գնահատել իր հերոսներին։ Իդեպ հունվարի 28-ը Ուկրաինայի գերագույն դրոշի հաստատման օրն է։ Հիշեցի, որ 90-ականներին Երևանի օդանավակայանում այնքան շատ էին ուկրաինական դրոշներով ինքնաթիռները, որ ես զարմանում էի։ Այն ժամանակ դեռ մտքովս չէր անցնում, որ այդ դրոշն էլ հարազատ կդառնա։ Նախորդին Մոսկվայում պայթուն է տեղի ունեցել ենթակայանում։ Երևում է նման տեղեկատվական ֆոնը խիստ մտահոգում է Կրեմլին եւ այնտեղ որոշել են ուկրաինական քաղաքներին հասցվող գիշերային հարվածներով փոխել շեշտադրումները։ Իդեպ ռուսները նոր հաղթանակ են իրենց համար հորինել, թե բա Կուպյանսկ-Ուզլավոյն են գրավել։ Ամենազավեշտալին այն է, որ ռուսները այդ բնակավայրին նույնիսկ չեն էլ մոտեցել։ Քարտեզը ձեր էկրաններին է։ Եթե Կուպյանսկում աշնանը ռուսները մտել էին եւ մերոնք նրանց ետ շպրտեցին ու հիմա առանց շտապելու նկուղներից մաքրում են օկուպանտներին, ապա Կուպյանսկ-Ուզլավոյին ռուսները ընդհանրապես չեն մոտեցել։ Ինձ թվում է ռուսական զինվորական հրամանատարությունը չոր հոգեկան շեղումներ ունի, այսպես որ գնաց նրանք կարող են Ուկրաինայի ցանկացած քաղաքի մասին խոսել, որ իբր գրավել են։ Ուկրաինական լավ ասացված կա, ասում է հիմարը մտքով է հարստանում։ Հարվածներին ու պայթյուններին դեռ կանդրադառնանք, բայց քաղաքական իրադարձությունները պակաս ինտրիգային չեն։ Նախորդին Պուտինյան բանակը 22 թվականից ի վեր առաջին անգամ դրոնով հարվածել է Դրուժբա նավթամուղին, դրանով իսկ վտանգի տակ դնելով սեփական նավթի տարանցումը դեպի Հունգարիա եւ Սլովակիա։ Ես արդեն ասել եմ մի եթերներում, որ Ուկրաինայի Եվրոմիության առջև ստանձնած պարտավորությունների համաձայն այս նավթամուղը ուկրաինական տարածքով նավթ է մատակարարում Արևելյան Եվրոպա։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ մեր դրոններն էին կանգնեցնում այս արտահանումը ռուսների, Ռուսաստանի տարածքում Հունգարիան ու Սլովակիան աղմուկ էին բարձրացնում, իսկ հիմա կարծես թե լռում են։ Դե ինչ էլ լինի, այս նավթամուղին երկար չի մնացել, վերջապես Եվրոմիությունը ընդունեց համապատասխան որոշումը, ինչը չափազանց զայրացրել է Հունգարիային։ Երեկվա եթերում եմ անդրադարձել այդ թեմային։ Միևնույն ժամանակ Զելենսկին լավատեսության հայտարարություն է արել բանակցությունների մասին, նշելով, որ խաղաղությունն Ուկրաինայում ավելի մոտ է դարձել։ Ուկրաինայի նախագահը դրական ազդակ է համարում Եվրոպայի դիրքորոշումը։ Նրա խոսքով եվրոպական երկրները պատրաստ են ուժեղացնել ճնշումը ագրեսորի վրա, այդ թվում սահմանափակումներ մտցնելով ռուսական տանկերային նավատորմի եւ նավթի արտահանման ողջ ենթակառուցվածքի դեմ։ Սա, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, կարող է լուրջ կերպով կրճատել Ռուսաստանի եկամուտները եւ արագացնել խաղաղության գործընթացը։ Նրանց համար, ովքեր բաց են թողել երեկոյան նորությունը, որը տեղադրել էի մեր Telegram-ում, ասան, որ եվրոպական երկրները պաշտոնապես զգուշացրել են Ռուսաստանի ստվերային նավատորմին ծովում նավերի հնարավոր կալանավորումների մասին։ 14 եվրոպական պետություններից բաղկացած կոալիցիան հայտարարել է Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում շրջող ստվերային նավատորմի նավթային տանկերների դեմ միջոցառումների խստացման մասին, այսուհետև այն նավերը, որոնք չունեն պատշաճ ապահովագրություն, լիգիտիմ դրոշ կամ անվտանգության փաստաթղթեր պաշտոնապես կդիտարկվեն որպես առանց պետության պատկանելիության, ինչը իրավապահ մարմիններին հիմք է տալիս միջամտելու նրանց գործունեությանը։ Ըստ ամենայնի Դավոսում Զելենսկու ելույթը կարևոր խթան հանդիսացավ նման քայլերի համար։ Փաստացի այս հայտարարության իրականացումը Պուտինի համար փակում է դեպի Բալտիկա բացված պատուհանը։ Կրեմլյան պապիկը սիրում է իրեն համեմատել Պետրոս առաջինի հետ։ Ահա եւ արդյունքը, թեև ի տարբերություն Պետրոսի, սա Ռուսաստանի համար բացասական հետևանք է։ Պետրոսը բացում էր, սա փակում է։
Վերադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը նշեմ, որ Զելենսկին նախորդին մատնանշել է նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսության մեջ աճող խնդիրները կապված դաշնային բյուջեի գնաճի եւ այլ առանցքային ցուցանիշների հետ։ Զելենսկին սա անվանել է կարևոր եւ ճշգրիտ ազդակներ, որոնք մոտեցնում են պատերազմի ավարտը։ Զելենսկու խոսքով, որքան բարդանում է իրավիճակը Ռուսաստանի համար, այնքան մոտենում է խաղաղությունը Ուկրաինայի եւ ողջ Եվրոպայի համար։ Ես նախորդին մեր սոցիալական ցանցերի էջերում տեղադրել էի մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր Ռուսաստանում տիրող իրական վիճակը։ Ռուսաստանցիները զանգվածաբար բողոքում են նոր տարուց հետո գների կտրուկ աճից, տնտեսական ճգնաժամի եւ Պուտինյան հարկային բարեփոխումների հետևանքով սննդամթերքը ընդամենը 1 ամսվա ընթացքում թանկացել է տասնյակ տոկոսներով։ Սոցցանցերը ողողված են սուպերմարկետներից արված տեսանյութերով, որտեղ ռուսաստանցիները բառացիորեն չեն ճանաչում գնապիտակները եւ համեմատում են ներկա գնումները նրա հետ, ինչը ընդամենը ամիսներ առաջ անգամներով էժան էր։ Հունվարի սկզբից սննդամթերքի գները թռիչքաձև աճել են Ռուսաստանում, իսկ հարկային բեռի ավելացումը ակնթարթորեն ընկել է սովորական քաղաքացիների ուսերին։ Կրեմլը հունվարի 1-ից բարձրացրեց հարկերը, որպեսզի փակի բյուջեում առաջացած 70 միլիարդ դոլարի ճեղքվածքը եւ ֆինանսավորի պատերազմը։ Հարկերի եւ турքերի աճի պատճառով բիզնեսը առանց վարանելու այդ ծախսերը փոխանցեց սպառողներին։ Արդյունքում նույնիսկ ամենատարրական մթերքները դարձել են շոկի առարկա, խանութներից արված տեսանյութերը հազարավոր դիտումներ են հավաքում, մարդիկ հաճախ արցունքներն աչքերին համեմատում են հին ու նոր գները եւ չեն թաքցնում իրենց զայրույթը։ Դե Պուտին ունեն։ Ընտրել են, չէ՞։ Բացարձակ մեծամասնությամբ, ինչպես ռուսական օֆիցիալ տեղեկատվությունն է հաղորդում։ Կրկին անդրադառնալով Զելենսկու հայտարարություններին, նշեմ մի նրբություն, որը ոչ բոլորն էին նկատել։ Տեղեկատվական հոսքում Զելենսկին Ամերիկային կոչ է արել գնալ փոխզիջումների։ Ուկրաինան չի փոխել իր դիրքորոշումը տարածքների հարցում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանը արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան արևելքում չլինի, սակայն չի կարողանում հասնել այդ նպատակին ռազմաճակատում։ Մեջբերեմ բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Մենք կռվում ենք մեր տարածքի համար, մենք չենք կռվում օտար երկրի տարածքի համար։ Սրանք սկզբունքորեն տարբեր երկու դիրքորոշումներ են՝ ուկրաինական եւ ռուսական։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել։ Մենք համաձայն ենք եռակողմ ձևաչափով շփումներին, սակայն փոխզիջման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն։ Իդեպ նաև ամերիկյան կողմը, հավելել է Զելենսկին։ Այս ֆոնին Թրամփի հետ կապված ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին տենդագին տարածել որոշակի թեզեր Թրամփի դիրքորոշման վերաբերյալ, սկսեցին առաջ քաշվել նոր պայմաններ, ըստ ամենայնի Զելենսկին նկատի ուներ հենց Թրամփի վարչակազմի տատանումները Ուկրաինայի համար ամերիկյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ արդեն պատրաստի համաձայնագրի տեքստի շուրջ։ Թվում է, թե Թրամփի թիմում նման արդյունք չէին սպասում, երբ նոյեմբերի վերջին նախաձեռնում էին Ռուսաստանի հետ բանակցությունների նոր առաջարկներ, Ուկրաինան ամերիկացի բանակցողների հետ հստակորեն կառուցել է ազնիվ դաշնակցային հիմք առաջ շարժվելու համար, սակայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը արդեն փաստացի պատրաստ է, Թրամփը տատանվում է ստորագրել այն եւ ոչ հրապարակայնորեն առաջ է քաշում անիրատեսական պահանջներ, որոնք կարելի է անվանել գործընթացը ձախողելու փորձ։ Տպավորություն է, որ Թրամփը հոգնել է իր իսկ նախաձեռնությունից, հա։ Կրկնեմ, խոսքը պատերազմից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին է։ Այսօր Reuters-ը հայտնել է, որ Թրամփը անվտանգության երաշխիքների ստորագրման համար պահանջում է խաղաղության համաձայնագիր Ռուսաստանի հետ, ինչը դժվար է պատկերացնել այսօրվա իրողություններում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի ավարտի վերաբերյալ փաստաթուղթը, որը բաղկացած է 20 կետից, ստորագրելու են Ուկրաինան եւ Ամերիկան, ինչպես նաեւ առանձին Ամերիկան եւ Ռուսաստանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, եւ սա նշանակում է, որ Կիևը մտադիր չէ առայժմ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ, համենայն դեպս, եթե հետևենք պաշտոնական հայտարարություններին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ հենց ձեր
այս գործողությունների շնորհիվ է, որ մեր եթերները կարողանում են դիտել ավելի շատ մեր հայրենակիցներ։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, կարող եք օգտվել եւ QR կոդից եւ մեր բոլոր եթերների նկարագրություններում եղած Telegram-ի վրա հղումից։ Ռուսաստանի փլուզումն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, ռուսական քաղաքացիական ավիացիան ապրում է խորը ճգնաժամ եւ տեխնիկական անսարքությունների հերթական ալիքը։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է ուղևորատար լայներների 4 հարկադիր վայրէջք, ինչը ցույց է տալիս ոլորտի համակարգային խնդիրները, իսկ յուրաքանչյուր նոր միջադեպ տագնապ է առաջացնում ուղևորների եւ մասնագետների շրջանում։ Այս մասին հաղորդում է Moscow Time-ը։ Ես մեր հայրենակիցներին, ովքեր չեն աջակցում Պուտինին, բազմիցս զգուշացրել եմ, որ հեռու մնան ռուսական քաղաքացիական ավիացիայից։ Վերջին դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին Azur Air ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռի հետ, որը չվերթ էր իրականացնում վիետնամական Նյաչանգից դեպի Իրկուտսկ։ Փոխադրողի տեղեկություններով 238 ուղևորով եւ անձնակազմի 7 անդամով օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Խանոյում։ Այս միջադեպը 4-րդն էր մեկ շաբաթվա ընթացքում, մինչ այդ նույն Azur Air-ի մեկ այլ Boeing 757, որը թռչում էր Փխուկետից Բարնաուլ, նույնպես արտակարգ վայրէջք է խնդրել չինական Լանչժոուում կրկին շարժիչի խափանման պատճառով։ Բացի այդ, եւս մեկ Boeing 737, որը չվերթ էր իրականացնում Կալինինգրադից Մոսկվա, վթարային վայրէջք է կատարել Շերեմետիևոյում շասիի հենակի հետ կապված խնդիրների պատճառով, բայց սա դեռ ամենը չէ։ Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք է կատարել Յակուտիա ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը մեկնել էր Նովոսիբիրսկից։ Ըստ փոխադրողի, սրահում ճնշումը սկսել է ընկնել, ինչը նախնական տվյալներով առաջացել էր օդափոխման համակարգի փականի սառցակալման պատճառով։ Օդանավում եղել է 150 մարդ, բոլորը անվնաս են մնացել։ Ինչպես հաշվարկել է Novaya Gazeta Evropan ավիաինցիդենտ ալիքի տվյալների հիման վրա, 2025 թվականին ռուսական ավիալայներների հետ կապված միջադեպերի քանակը աճել է 4 անգամ 24 թվականի համեմատ։ Հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է անսարքությունների ավելի քան 800 դեպք, որոնք հանգեցրել են թռիչքների չեղարկման կամ ընդհատման։ Փորձագետները վթարային իրավիճակների թվի աճը կապում են արևմտյան պատժամիջոցների հետ, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո։ Սահմանափակումները ռուսական ավիաընկերություններին զրկել են օրիգինալ պահեստամասերի եւ սպասարկման հնարավորությունից, ինչը ուղղակիորեն անդրադառնում է ուղևորների անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ Պուտինը ապացուցեց, որ վախենում է սեփական ժողովրդից, առանց հանդիսատեսի ծաղիկներ խոնարհելով մայր հայրենիք կոչվող հուշարձանին։ Կրեմլի դիկտատորը Լենինգրադի շրջափակման ավարտի տարելիցին ցուցադրեց ոչ միայն իր վախերը, այլև արհամարանքը ռուսաստանցիների նկատմամբ։ Հունվարի 27-ին Պուտինը հերթական անգամ ապացուցեց, որ պանիկայի մեջ է սեփական անվտանգության համար։ Սանկտ Պետերբուրգում մայր հայրենիք հուշարձանին ծաղիկներ եւ եղբայրական գերեզմանին պսակ դնելու ժամանակ նա բացարձակ միայնակ էր, եթե չհաշվենք թիկնապահներին, հանդիսատեսին ամբողջությամբ հեռացրել էին Պիսկարիովյան գերեզմանատնից եւ ներս թողեցին միայն այն բանից հետո, երբ Կրեմլի դիկտատորը լքեց տարածքը։ Ձեր էկրաններին տարբեր տարիների պատկերներն են, տեսեք, այս տարի Պուտինի վախը արդեն հասել է գագաթնակետին։ Ուկրաինայի զինված ուժերը տապալում են Ռուսաստանի հարձակումը Զապորոժիայի ուղղությամբ, վերլուծաբանները արձանագրում են թշնամու հետևակի հայտնաբերման եւ ոչնչացման բազմաթիվ դեպքեր, թիրախավորվում են ինչպես առանձին օկուպանտներ, այնպես էլ մինչեւ 4 հոգանոց ռուսական խմբեր։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ հակառակորդը չի դադարեցնում Ստեպնագորսկի ներսում առաջ շարժվելու փորձերը, չնայած նախկինում հնչած հայտարարություններին, թե բնակավայրը իբր ամբողջությամբ օկուպացված է։ Միաժամանակ շարունակվում են կանոնավոր հարձակողական փորձերը Պրիմորսկեի միջով, նպատակ ունենալով խորանալ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում։ Գրանցվում են նաև ռուս զինվորականների թաքուն ներթափանցման փորձեր Լուկյանովսկեի եւ
Նովոյակովլևկայի շրջաններում, վերջին բնակավայրերում ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են զտման աշխատանքները, փնտրելով թշնամու այն խմբին, որին հաջողվել է ժամանակավորապես թաքնվել գյուղում։ Վերլուծաբանները նշում են, որ նման խմբերը գործում են առանց աջակցության եւ երկարատև գոյատևման շանսեր չունեն։ Առանձնահատուկ ուշադրությունը դարձվել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի վերջին հայտարարություններին Զապորոժիեի վրա ակտիվ հարձակման եւ քաղաքին շատ մոտ հասնելու վերաբերյալ։ Փորձագետները ընդգծում են, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այսպես կոչված առաջխաղացումները իրականացվում են անհատ անջատ գրոհային գործողություններով։ Այդ գրոհները որպես կանոն ավարտվում են ռուսական հետևակի ոչնչացմամբ ուկրաինական դրոնների կողմից։ Ռուսական ուժերը չեն հասնում իրենց առջև դրված նպատակներին Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են պահել դիրքերը եւ թշնամուն զգալի կորուստներ հասցնում։ Խարկովի մարզում օկուպանտները փորձել են ճեղքել սահմանը, սակայն գերի են ընկել ուկրաինական զինված ուժերին։ Հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ ռուսական բանակը շարունակում է Խարկովի մարզում Ասխոլ գետն անցնելու փորձերը, կիրառելով փոքր խմբերով ներթափանցման մարտավարությունը։ Նմանատիպ հարձակումները ռուսների համար ավարտվում են կամ ոչնչացմամբ, կամ եթե նրանց բախտը բերում է, գերի են ընկնում ուկրաինական կողմին։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 105 մարտական բախում։ Նկատում եք, չէ, 303, այսօր 105 մարտական բախումների թիվը բավական ցածր է։ Պուտինի բանակը աչքի առաջ հալվում է։ 3 մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 7 կարևոր թիրախների։ Ռուս զավթիչները անցած օրը նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 32 գրոհի փորձով, Գուլյայպոլիայի ուղղությամբ 22 գրոհով, Կոնստանտինովկայի ուղղությամբ 11 գրոհի փորձով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 690 ռուս օկուպանտի եւ 1118 միավոր նրանց զինտեխնիկան եւ սպառազինությունը։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,236,570 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Հունվարի 28-ի գիշերը Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ 146 հարվածային դրոններով, Շահեդ, Գերբեր, Իտալմաս եւ այլ տեսակի դրոններով, որոնցից մոտ 90-ը շահեդներ էին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինուժի օդային ուժերը։ Նախնական տվյալներով հակաօդային պաշտպանության կողմից Ուկրաինայի երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում եւ արևելքում խոցվել են թշնամու 103 դրոն, գրանցվել է բալիստիկ հրթիռի եւ 36 հարվածային դրոնների հարված 22 տեղանքում։ Հիշեցնենք, որ ռուսական զորքերը բալիստիկ հարվածային հասցրել Կրիվոռոգի ենթակառուցվածքային օբյեկտին, ինչի հետևանքով վիրավորվել էր 2 մարդ։ Գիշերը ռուսները դրոններով հարվածել էին Կիևի մարզի Բելգարոդսկայա համայնքին, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, եւս 4-ը վիրավորվել։ Կիևում դրոնի հարվածի հետևանքով վնասվել է 17 հարկանի բնակելի շենք, զոհեր եւ տուժածներ չկան։ Տանիքին էր կպել մի փոքր հրդեհ դրոնի հարվածից հետո, ինչը հրշեջները արագ մարեցին։ Թշնամին հարձակվել է նաև Օդեսայի, Կրիվոյ-Ռոգի եւ Զապորոժիեի վրա, Օդեսայում վնասվել է տաճար, իսկ Խարկովի մարզում գնացքով մոր հետ ճամփորդող նորացնի փրկության կադրերը հավանաբար տեսել եք արդեն մեր Telegram-յան ալիքում։ Այո, այրվող վագոնը անջատեցին, գնացքը շարունակեց ճանապարհը, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինան է, գնալով ավելի հեռանում Ռուսաստանից։ Հետաքրքիր է քաղաքացիական անձանց նկատմամբ նման ակնհայտ հարվածները ինչպես կարող են բացատրել Պուտինամետները, որոնք թեև արդեն հազվադեպ, բայց մեր մեկնաբանություններում գրում են, թե սա պատերազմ է իբր եղբայրական ժողովուրդների միջև։ Հետաքրքիր է իրենց տանը իրենց եղբայրն էլ է ամեն օր ուզում իրենց սպանել, որ դա վերագրում են զավթիչի ու խաղաղ երկրի հարաբերություններին։ Շատ հետաքրքիր է պուտինիստները ընդհանրապես խիղճ ունեն, թե սա հռետորական հարց է։ Իսկ մինչ Պուտինի ձմեռային էներգոտերորը շարունակվում է, ուրեմն ռուսաստանցիները չպետք է զարմանան իրենց էներգետիկ ենթակառուցվածքների պայթյուններին եւ հոսանքազրկումներին ու ջերմազրկմանը, որովհետեւ պատասխանը ուկրաինական կողմից գալիս է, մեթոդները տարբեր են, կարևորը արդյունքներն են։ Ինչևէ, ռուսները ամեն օրվա ռեժիմով շարունակում են իրենց գրոհները եւ պատրաստվում են նոր ցրտի ալիքի հետ միասին ավելի աշխուժացնել հարվածները ուկրաինական էներգոռեսուրսներին։ Մեր Telegram-ում տեղադրել ենք նաև կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից։
Երեքշաբթի օրը եւ չորեքշաբթի լույս գիշերը ուկրաինական զինվորականները հարվածներ են հասցրել ռուսական մի շարք օբյեկտների Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հունվարի 28-ին։ Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքներում խոցվել է թշնամու կենթանի ուժի կենտրոնացման վայր եւ դրոնների կառավարման կետ Վելիկայա Նովոսելկայի շրջանում, ինչպես նաև թշնամու կենթանի ուժի կուտակումներ Շախովեի եւ Գրիգորևկայի շրջաններում։ Հարված է հասցվել նաև Ռուսաստանի Վորոնեժի մարզի Խախոլսկայա նավթաբազային, հաստատվել է նավթամթերքի բռնկմանը, նկատվում է թանձր ծուխ, արդյունքները ճշտվում են, ի թիվս այլոց խոցվել է ռուսների զինամթերքի պահեստ Լուգանսկի մարզի Նիժնայա Դուվանկայի շրջանում, թշնամու կենթանի ուժի կենտրոնացման վայր Գուլիայի Պոլեի շրջանում, Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքում եւ Գումարտակի կառավարման կետը Բերիոզովեի շրջանում, Դնեպրոպետրովսկի մարզի օկուպացված տարածք։ Բացի այդ գրանցվել է հարված թշնամու կենթանի ուժի կուտակմանը Ռուսաստանի Դաշնության Բելգրադի մարզի Կալատիլովկա բնակավայրում, օկուպանտների կորուստները ճշտվում են։ Միևնույն ժամանակ հստակեցվել են ռուսական Կրասնոդարի երկրամասի Տաման նեֆտեգազ նավթային տերմինալի վերջերս տեղի ունեցած խոցման արդյունքները, այնտեղ հաստատվել է մոտ 6200 քառակուսի մետր մակերեսով հրդեհը եւ 3 պահեստարանների վնասումը, 10000 խորանարդ մետր տարողությամբ։ Ավելի վաղ չորեքշաբթի օրը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ցուցադրել էր հարվածներ Ռուսաստանի 5 օդանավակայաններին, խոցված թիրախների թվում էին 11 կործանիչներ եւ ռմբակոծիչներ, Su-30SM, Su-34, Su-27, Su-24 եւ MiG-31։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Հարվածները հասցվել են անցած տարվա ընթացքում, պարզապես ամփոփիչ տեսանյութ է ներկայացվել։ Նաև ժամանակավորապես օկուպացված Ֆեոդոսիայում այսօր եւ Սևաստոպոլում պայթյուններ են հնչել, այս մասին հայտնում է Ղրիմյան Քամի Քրիմսկի 6-րդ տելեգրամյան ալիքը, նշվում է, որ կես ժամվա ընթացքում Ֆեոդոսիայում լսվել է մոտ 10 պայթյուն, որից հետո հնչել են կրակահերթեր հրաձգային եւ խոշոր տրամաչափի զենքերից։ Շուտով քաղաքում որոտացել է հզոր պայթյուն, նախնական տվյալներով խոցվել է Ֆեոդոսիայի մոտ գտնվող Թեփեոբա լեռան վրա տեղակայված ռադիոլոկացիոն կայաններին։ Հարվածի մանրամասները ճշտվում են։ Աշխատանքային օրով շատ չի երկարացնեմ եթերը, ինձ թվում է ամենագլխավորը ձեզ արդեն հաղորդեցի։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Հուսամ կհանդիպենք արդեն վաղը այլ ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։